Ձեր կարծիքով մեր երկրում կա վախի մթնոլորտ։ Անշուշտ, այն էլ ինչ վախի մթնոլորտ։ Առնվազն նրանով, որ մարդիկ ավելի զուսպ են դարձել հանրային հարթակներում, սոցիալական ցանցերում, եւ այդ զսպությունը չի նշանակում հարգանք, անշուշտ, դա նշանակում է, որ մարդիկ խուսափում են արդեն կարծիք արտահայտելուց, չգիտեն իրենց հետ ինչ կարող է կատարվել, ինչի կարող է հանգեցնել անգամ սովորական, սոցիալական, միջմարտկային շփումը։ Ամեն օր լսում ենք, որ ինչ-որ դանակահարություն է տեղի ունեցել, ինչ-որ սոցիալական հարցերով, քաղաքական հարցերով, ինչ-որ կռիվ է, ինչ-որ բանավեճ է, ինչ-որ մարդասպանություն է, եւ այլն, այսինքն առնվազն այդ մակարդակի վախը, նու չհաշված ավելի բարձր մակարդակներից եկող այդ ճնշումները, առնվազն այս կենցաղային վախն էլ կա մարդկանց մեջ եւ վախը եւ լարվածությունը։ Այդ վախի մթնոլորտը ընտրությունների արդյունքների վրա ձեր կարծիքով ազդել է։ Չեմ կարող ասել, ճիշտ ասած, այդ չէ, կդժվարանամ։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը մի միտք է ասում է մեզ ընտրողների եւ ԿՊ-ին ընտրողների նկատի ունենալով, ասում է օրգանական կապ ունեն մեզ հետ։ Իսկ ընդդիմության ընտրողները կաշառված են, գումարով են ընտրել, այս մտքը ինչպես ես որպես ընդդիմության ընտրող համարում եմ, որ դա զրպարտություն է եւ եթե մենք լինեինք միասնական, մենք իսկապես միգուցե իմաստ ուներ այդ 500,000 հոգից, 600,000 հոգից, մեկ մարդու պես մտնեինք դատարան եւ մեկ մարդու պես պահանջեինք հատուցում զրպարտության համար, որովհետեւ մի քաղաքական ուժ, որը հայտնի է իր բռնաճնշումներով, ընտրակաշառքներով, որը թոշակի բարձրացումն ու, չգիտեմ, այդ ապահովագրությունը առողջական չի դասում ընտրակաշառքին եւ այդ նվերտված տարատեսակ, չգիտեմ ինչ էր այնտեղ բաժանում մարդկանց մեջ, դա չի դասում ընտրակաշառքին եւ միանգամայն անհիմն մեղադրում է այն մարդկանց մտահոգ, որոնք որ իրենց վաղվա օրվա եւ իրենց երեխաների վաղվա օրվա համար մի փոքրիկ չնչին իրենց ձեռքից հասնողը գնացել հասել են ընտրատարածք եւ քվեարկել են հանուն ընդդիմության, թե ընդդեմ Նիկոլ Փաշինյանի մեղադրել իրենց, որ դուք այսպեսին եք անում, մենք բոլորս պիտի գնայինք եւ զրպարտության համար պահանջեինք հատուցում։ Նման հայտարարություններ անելով։ Ով? Նիկոլ Փաշինյանը։ Ես Նիկոլ Փաշինյան մեկնաբանող չեմ, ինչպես երևի ցանկացած բանական մարդ։ Չկա տենց բան համաձայն չեմ այդ մտքի հետ։ Ձեզ ինչու նման հայտարարություններ անում։ Դե իր բնավորությանը համաձայն պիտի ինչ-որ մի բան ասի, առանց ինչ-որ միտք պարունակող արտահայտություն պիտի անի։ Չէ, իհարկե չկա։ Մարդիկ կարող են իրենց Այո, նույնիսկ ավելի քան պետք է։ Իսկ այն միտքը, որ Նիկոլ Փաշինյանը ասում է մեզ ընտրողները օրգանապես կապ ունեն մեզ հետ, իսկ ընդդիմություն ընտրողները կաշառված են։ Ինչքանով եք այս կարծիքի հետ համաձայն։ Նայեք, երկրորդ մասից սկսեմ, այն որ կաշառքի շատ դեպքեր եղան, բոլորս լսեցինք, ու պիտի մեր ժողովուրդը հասկանա, որ այդ կաշառք վերցնել ընտրությունների նույն բանն է, ինչ որ ասենք պատերազմի ժամանակ քարտեզ վաճառելը, դա նույն բանն է, դու այստեղ իրավունքի հարց է, մի դեպքում քո իրավունքը իրացնում ես կամ գալիս են Ռուսաստանից, ասում են դե որ մեզ այնտեղ լավ լինի, բայց մենք ենք այստեղ ապրելու, իսկ թվում է օրենքի փոփոխություն պիտի լինի, չեն կարող գան դրսից մեր փոխարեն որոշեն։ Բայց միայն դրսից եկողներին չի վերաբերում, այլ ընդհանուր ընդդիմության ընտրողներին նման որակավորում տվել։ Ոնք ունի ուսում ընտրի մեկը, դա դրա համար փառք Աստծո մեր երկրում ազատ երկիր ենք։ Դե հիմա ես խոսում եի, որ օրգանապես կախված են կամ չգիտեմ կաշառված են, այո, կաշառված շատ են եղել, շատ են եղել, ու դա խայտարակություն է, դա ազգի որակի մասին է խոսում։ Մենք պիտի այդ աղտից մաքրվենք, դա ամոթ է։ Ապացույցը ձեր որն է, որ կաշառվածները շատ են եղել։ Ես անձամբ առնչություն չունեմ, բայց բավական չէ, որ ցույց տվեցին այդ կադրերը։ Հետո լսում ենք, չէ, փոքր երկիր ենք։ Այ ասում են, գիտեք, այնտեղից եկել են Ռուսաստանից, տոմսերն առել են, հրահանգը տվել են, ասել են կգնաք։ Ռուսաստանից եկել են, եթե չսխալվեմ, 2,000 մարդ, բայց 500 եւ ավել 1000 մարդ, ծայրը տվել է հավաքական ընդդիմություն։ Շատ լավ, դա իր իրավունքն է, լավ արել, տվել է։ Հիմա հուսանք կներեք։ Հիմա մարդկանց ոչ մի դեպքում չի կարելի թիրախավորել։ Ոչ դիմադիրին, ոչ ընդդիմադիրին տվողը։ Ես խոսում եմ կաշառվածների մասին։ Այ կաշառվածներին ոչ միայն թիրախավորել, օրենքի խստությամբ պատժել է պետք։
բավական է, խայտարակություն է այս մեր ազգի համար, դա դավաճանություն է, ոնց որ նոր ասեցի, քարտեզ վաճառել է դավաճանություններ, սա էլ դրա նման բան է, թե չէ մարդը ուզեցել է ձայնը տվել է, դա իր իրավունքն է սահմանադրական, ինչի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանն ասում է մեզ ընտրողները մեր հետ կապ ունեն, բայց ընդդիմություն ընտրողները կաշառք են վերցրել։ Սա ձեզ ճիշտ է։ Բացահայտ է կաշառքը։ Ում կողմից։ Հա? Ում կողմից։ Ընդդիմությունը կաշառքա բաժանել։ Ընդդիմություն է ընտրել եւ կաշառքով են ընտրել։ Նայեք, դուք էլ նայեք, տեսեք, ինչ պարտադիր է, որ ես անձամբ տեսնեմ։ Բավարար չէ։ Էդ էլ այդ ամեն ինչը բավարար է, որ կաշառքով են բնականաբար։ Իսկ Անձամբ ես չեմ ընտրել։ Ես ընդդիմությանը չեմ ընտրել։ Վերջ։ ունեք ծանոթներ որ ընտրել են ընդդիմությանը։ Հա? Չէ, չեմ ճանաչում, այտենց չենք կասի, հա։ ում ա ընտրել։ Այտենց չենք հետաքրքրել, բայց իմ ամբողջ ում որ ես ճանաչում եմ, բոլորն էլ Փաշինյանին են ընտրել։ Կա Ինչպես է դա արտահայտվում։ զանգվածային ձերբակալություններով Ընտրությունները կալանավորում իհարկե։ Իսկ ինչպես եք վերաբերում այն մտքին, երբ որ վերջերս Նիկոլ Փաշինյանն ասում է մեզ ընտրողները, այսպես իրեն եւ քաղաքացիական պայմանագրի կուսակցության նկատի ունենալով, ասում է իրենք մեզ հետ օրգանական կապ ունեն, բայց ընդդիմության ընտրողները կաշառված են։ Շատ անպատասխանատու հայտարարություն է։ Նույն պետական ծառայող եթե ԿՊ-ին է ընտրում, ինքը կաշառված չի ապարքեվավճարներով, կաշառված է երևի։ Ըստ ինչ խնդիր է փորձում լուծել Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ անելով։ Հասարակության մեջ պարակտում է մտցնում։ Ինչպես կարելի է լուծել այս հարցերը։ Իրան իշխանությունից պարզապես հեռացնելով, ինչ-որ տարբերակով։ Իհարկե կա։ Ինչպես է դա դասավորվում։ Դրսևորվում է ամեն օր։ Մարդիկ չեն կարող արտահայտել իրենց կարծիքը ազատորեն, որովհետև գիտեն, որ դա ունենալու է հետևանքներ։ Իսկ դա ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն թողել այդ վախը մտա։ Միանշանակ։ Ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ասում է մեզ ընտրողները օրգանապես կապ ունեն, իսկ ընդդիմություն ընտրողները կաշառված են։ Ես կարծում եմ հայերենին անարգանք է դրան որևէ բառ հղելը։ Պարզապես։ Ոյ, վախի մտնոլորտ, համ կա, համ չկա։ Ինչպես կա, որտեղ կա, որտեղ չկա։ Մարդիկ կարող են իրենց խոսքը ազատ ասել, ազատ ընտրություն իրականացնեն։ Երևի թե ոչ։ Երևի թե այնց հաստատվի, որ միշտ ամենտեղ չի որ ազատ է, ամենտեղ չի որ արդար է ու ամենտեղ չի որ ճիշտ է։ Տեսեք, վերջերս Նիկոլ Փաշինյանը մի միտք է ասում է մեզ ընտրողները իրեն եւ ԿՓ կուսակցության նկատի ունենալով օրգանապես կապ ունեն մեզ հետ, իսկ ընդդիմության ընտրողները կաշառված են։ Հա, հետաքրքիր է, մեկը բերեր ինձ այդ կաշառքը տարելի, ինձ կուզեի, այս սենց պետք է, գոնե գույկա հարկից փող կփակեի։ Ինչ խնդիր է փորձում լուծել նման բան։ Դե բա ասում են տալիս են, թող տենամ ինչ պիտի անեն ինձ նստացնեն։ Ասես ինչ է նման հայտարարություններ անում Նիկոլ Փաշինյանը։ Ես չգիտեմ, իրանց երևի գաձայները քիչ ա եղել։ Ուզում են ամեն կերպ ասած լինեն, որ կաշառք են տվել, կաշառք ենք ստացել, բայց ես անձամբ ոչ մի կոպեկ, ոչ մեկից, ոչ մի տեղից չեմ ստացել։ Իսկ շրջապատում կան մարդիկ, որ ընդդիմության են ընտրել։ Ոչ մի կոպեկ իմ շրջապատում ստացող չկա։ Ես դա կարող եմ 100%-ով ասել, որտեղ իմ շրջապատը ինձ դա վերանում է կասեր։ Ընդդիմության ընտրած քաղաքացիների պատասխանը ինչպես պետք է հանրային տիրույթում արտահայտվի, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ սխալ հայտարարություն է արել։ Այդ արդեն ես չեմ կարող ասեմ ինչպես արտահայտվեն։ Ամենայն դեպս պիտի չհամաձայնվեն մի ձև через Facebook, через ես իմ ինչ որ տեղեր ասեն, որ ախպեր չենք ստացել, էլի մենք փող չունենք, չենք ստացել։ Ես որ 100%-ով ոչ մի կոպեկ ոչ մեկից չեմ ստացել ու դա համարում եմ սխալ, որովհետև ամեն մարդ իր գաղափարը ունի, իր միտքը ունի ու իր ընտրությունը ունի։ Դրա համար դա կոչվում է ընտրություններ, ոչ թե ստիպողականություններ։ Հասկանում եք։ Այդ պատճառով ես իմ խելքով եմ ընտրել, ոչ մի կոպեկ չեմ ստացել ու չի էլ ուզենա, քանի որ դա կլիներ, որ ինձ գնել են։ Իսկ ես տենց մանր գործարքների մեջ չեմ մտնում։ Չի եղել, որ ասեմ ոնց է զգացնել տալիս։ Ոչ մի բանից էլ չեմ վախել։ Ոչ աշխատանքից, ոչ խանութներից, ոչ դեղերից։ Գոհ եմ, այ հենց հիմա անվճար դեղ վերցրեցինք եւ շատ գոհ եմ։ Աստվածը կարիքը չունենալ։ Ահա։ Ձեր կարծիքով այս ընտրություններին քաղաքացիները ազատ կարողացել են իրենց ընտրությունը կատարեն։
Իսկ ինչու պիտի չկարողանային։ Մեր դրությունը այսօրվա համեմատում եմ արտասահմանից ցույց տված որևէ հատվածների ամենալավը մեզ մոտ է։ Ազատ Ընթացքում մի քաղաքացի մոտեցավ Նիկոլ Փաշինյանին, նույնիսկ տեսեք, կինս է, գիշերվա 60-ին լինի, 80-ին լինի, ինքը կարող ազատ դուրս գա քաղաք, ինչ որ պետք է անի, բայց ուրիշ տեղեր տես չի, ուրիշ տեղեր ես նկատի ունեմ հիմնականում մարդը իր խոսքի ազատությունը ընդհանրենք բողոքը իշխանության նկատմամբ ասելու դեպքում ազատ է թե կարող է հետապնդվել։ Օրինակ մենք ունենք դեպքեր Քարզաշավի ընթացքում, որ եղել է քաղաքացի մոտեցել է եւ հետապնդվել է, կալանավորվել է։ Ոյ, դժվար է դες բաներ, այդպես բաներ ես չեմ հանդիպել։ Եք հետևում լրատվությանը։ Լրատվությանը հետևում եմ։ Պատահում է մեկ դեպքեր խուլիգաներ, հանդիպում են այտենց ինչ-որ Իմ ասած դեպքը լրիվ ուրիշ դեպք է։ Մարդը մոտեցել է իր քննադատությունն ասել կոնկրետ Արցախի մասով եւ մարդը խոսք ասելու համար կալանավորվեց։ Այդպիսի դեպքերի չեմ հանդիպել։ Իսկ նման դեպքերը հուշում է որ կա խոսքի ազատության խնդիր Հայաստանում։ Ոչ։ Նման դեպքեր քանի որ պետք է ելնի, որ հետո գուշակես, արդյոք այսօր կլինի կամ վաղը կլինի, թե չէ։ Հիմա այդպես դեպքեր եթե չեմ հանդիպել, ինչ պետք է գուշակեմ։ Այսօր դուրս կամ կարող է իմ դեմը կտրեն կամ ինչի պետք է կտրեն։ Նիկոլ Փաշինյանը մի հայտարարություն է արել, ասում է մեզ ընտրողները օրգանապես կապ ունեն մեզ հետ, նկատի ունենալով իրեն եւ քաղաքացիական պայմանագիրը։ Իսկ ընդդիմադիր ուժերի ընտրողները վերցել են կաշառքներ։ Սա ինչպես է մեկնաբանում։ Ինչպես է մեկնաբանում։ Նախ սիրելի հրապարակ, նախապես պետք է խնդրեիք ինձ արնից թույլատվություն հարցազրույցի համար։ Կոնկրետ այդ հարցը վերաբերյալ կդժվարանամ պատասխանել, բայց որ միանշանակ եղել են ընտրակաշառքներ, անձամբ հետևում եմ լրահոսին։ Կան մարդիկ, որ ընտրել են ընդդիմությանը։ Ընտրել են։ Կամ ունեցել ընդդիմադիր հայացքներ։ Այո, ընդդիմություն, բայց ի նկատի ունեն Աշարտով կընտրեին ձեզ։ ընդդիմություն, բայց ոչ ռուսամետ, արևմտամետ։ Չնշեմ կոնկրետ որ ընդդիմությանը, որ կուսակցությանը, բայց մեր տեղական ընդդիմությանը։ Ես ինքս ոչինչ չունեմ ռուս ժողովրդի, ես խնդիրը տեսնում եմ Կրեմլի քաղաքականության հետ կապված։ Բա որ ազատ արտահայտվել կարողանանք։ Օրինակ հիմա ինչ է, ինքը պարտվել է ու չի ընդունում իր պարտությունը։ Պարտվել ես, էլի հավաքի փասապուսդ գնա։ Ինչ ես ուզում ես ժողովրդից։ Ինչ ես ուզում։ Գնա էլի գնա։ Ոնց ասեն գնաս։ Ուզում ես երկիրը տանես անպայման քաղաքացիական կռվի, ամբողջ ժողովուրդը այսօր լարված է։ Դու լավ տեսնում ես։ Այ ստոր, այ կեղտ, այ գեղից փախած, այ տրեխավոր, ինչ ասես դրան, այ կտանքների պետք է քեզ ժողովուրդը ենթարկի, որ դու իմանաս քո տեղը։ Այսպես եք ասում եթե ես կեղծի կանեմ, իմ երկու ձեռքերը կկոտրեմ, կկտրեմ։ Իրա ձեռքերը վաղուց պետք է կտրեին, ոչ թե կոտրեին, այլ կտրեին, իրա վիցնել է հետը, ինքը իրավունք չուներ այդքան տեղ գալու, ինքը ով էր։ Ինքը ոչ դիվանագետ է, ոչ քաղաքագետ է, ինքը մենակ գործակալ է մի քանի պետության։ Այդ ամերիկյան մամուլը հրատարակեց ինքը ով է։ Հոմ գիտենք Թուրքիայի գործակալ է, գիտենք Ռուսաստանի գործակալ։ Փորձենք վերացնենք, դուրս գանք այս իրավիճակից, այս իրավիճակը վերացնենք։ Ժողովուրդը պետք է համախմբվի հենց նույն Սամվել Կարապետյանի կողքին։ Ուղղակի ինքը մի հատ պիտի ասի ժողովուրդ դուրս եկեք։ Ինքը մի հատ պիտի ասի ժողովուրդ դուրս եկեք, այս ինչ օր, այս ինչ ամին։ Ու դուք կտեսնեք ոնց որ հրապարակը լցվեց այդ օրը։ Մի կոչով իրա, այն նույնը հիմա է պետք անել։ Այն որ ինքը իմանա, որ ինքը վերջացած է վաղուց, ինքը իրավունք չուներ այդքան տեղ գալու։ Ինքը ով է։ Սրա նրա դրածոն, սրա նրա համար խաղացող, դու չես ամաչում, այ կրունգիս կեղտ, ով ես դու,
ով ես դու, ինչքան կարաս է ժողովրդի ներվերի հետ խաղաս։ Հələ հիմա մի հատ մեկն ու մեկին խոսացրեք։ Բոլորը սենց ներվային վիճակում են։ Մարդիկ ձայն են տվել ու պահանջում են, որ դու դուրս գաս։ Իսկ դու ստոր, թքում են քո երեսին, քեզ ինչ ասես, որ չեն ասում։ Դու չես ամաչում, հա? Ինքը մենակ այն գիտի, որ իր դուրս գալուց հետո ժողովուրդը ու օրենքի ուժով իրան կսատկացնի։ Իրան, իր ԿՊ-ին, այդ որ հիշում եմ այդ ԿՊ-ն, այդ մսագունդը, այդ ես ԿՊ-ին գիտեք մի կեղտոտ լեշ եմ կարծում, կեղտոտ լեշ, որ սենց իրանք հարստացել են ժողովրդի հաշվին, բյուջեն թալանել են ժողովրդի հաշվին, ով պիտի քո այդ գողացածները վճարի, ես, չէ, սխալվում ես, ես մենակ քո գլուխը ջարդողն եմ, այդ ինձ իմացի, որ այսօր հայկինը ոչ թե վիրավորված է, ոչ թե զայրացած է, էլ արդեն տեղ չունենք, որ քեզ սատկացնելու որևէ արդարացում չկա, որ եթե իրան այս մոմենտին սատկացնել ես վստահ եմ, որևէ մեկը չպետք է պատժվի, որևէ մեկը չպետք է պատժվի։ Ինձ մոտ անձամբ չէ, մյուսների մասին չեմ կարող ասել։ Նայած ինչ ոլորտի մեջ ինչ է կանում։ Կարող է իր կարծիքը ազատ արտահայտել։ Այո, ես արտահայտում եմ, այո, չէ, ես անձամբ ես չեմ զգում, չեմ վախենում։ Տեսեք, վերջերս Նիկոլ Փաշինյանը մի միտք է ասել, ասում է մեզ ընտրողները իրեն եւ իր կուսակցությանը նկատի ունենալով օրգանական կապ ունեն մեզ հետ, բայց ընդդիմության ընտրողները կաշառված են, կաշառքով են։ Ինչպես եք մեկնաբանեք այս հայտարարությունը։ Չեմ կարող մեկնաբանել, պիտի փաստերով ապացուցել ընտրակաշառքների դեպքերը, ես չեմ կարող դա մեկնաբանել։ Անձամբ ես ինչպես Երբ որ դատանի նման որոշում չկա։ Այդ հարցը երևի պետք է իրեն ուղղել, ոչ թե ինձ։ Չունեմ ես կարծիք դրա մասին, որտեվ չգիտեմ ինչ է այդպես ասել։ Վախի մթնոլորտ ոչ։ Մարդիկ կարող են ազատ իրենց խոսքը արտահայտել, ընտրությունը կատարեն։ Այո։ Իսկ ինչպես եք վերաբերում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ասում է մեզ ընտրողները, իրեն եւ կուսակցության նկատի ունենալով օրգանական կապ ունեն մեզ հետ, իսկ ընդդիմության ընտրողները կաշառված են։ Ճիշտն ասած, ես այդ հայերեն մի քիչ լավ չեմ հասկանում։ Դուք ընտրություններին մասնակցել եք։ Ոչ։